1921 թվական մարտի 16 ռուս-թուրքական պայմանագիր, որը ժամանակ առ ժամանակ պարբերաբար թարմացվում է առ այսօր։ Պարոն Մանասյան, այդ պայմանագիրը ինչքանով, ինչպես կանխորոշեց հայ ժողովրդի, հայոց պետականության ճակատագիրը, եւ այսօր այդ պայմանագիրը ինչ դեր է խաղում, ինչով է կանխորոշում քաղաքական զարգացումը, հայ-թուրքական, ընդհանրապես հայ իրականության համար, հայկական պետականության համար որևէ ազդեցություն, որևէ դեր ունի այդ պայմանագիրը։ 21 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրը ինքը այնպես է պատմությունը դասավորվել, որ առանձնակի ձևով չի կանգնում պատմության առջև, նա կապված է Կարսի պայմանագրի հետ։ Հետևաբար, երբ մենք փորձում ենք քաղաքական գնահատականներ տալ 16-ի մարտի 16-ի պայմանագրին, կամա եւ անհրաժեշտաբար քաղաքական իր ենթախորքերով մենք պետք է կապենք այն, որտեղ կապված է ուղղակի Կարսի պայմանագրի հետ։ Եթե մի րոպե այդպեսի վերացարկմամբ ենթադրենք, որ Կարսի պայմանագիր չի եղել եւ կամ չկապենք մտքով, նրա հետ ապա պետք է իհարկե նշվի, որ դա միջազգային իրավունքի տեսակետից անընդունելի, դրան հակասող, հայ ժողովուրդների իրավունքները ոտնահարող պայմանագիր է եղել։ Բավական է ասել, որ այդ պայմանագրով արդեն սովետական Հայաստանի մաս ճանաչված եւ Ռուսաստանի կողմից եւ Ադրբեջանի կողմից սովետական Հայաստանի մաս ճանաչված Նախիջևանը որոշվել է տալ խորհրդային Ադրբեջանին առանց հարցնելու Հայաստանի կամ նույնիսկ խորհրդային Ադրբեջանի համաձայնությունը։ Այսինքն երկու պետություն որոշել են մի պետության տարածքը տալ մեկ այլ պետության առանց նրանց դիմելու նույնիսկ։ Իհարկե այդ իմաստով այդ պայմանագիրը ապօրինի է եւ իր ծննդյան օրից իրավական ուժից զուրկ է եղել, բայց ահա դրան հաջորդել է Կարսի պայմանագիրը։ Կարսի պայմանագրի տակ դրված է նաև խորհրդային Հայաստանի ստորագրությունը։ Ընդ որում Կարսի պայմանագիրը իր մեջ ներառում է Մոսկովյան պայմանագիրը, բայց արդեն Հայաստանի ստորագրությամբ։ Ես կարծում եմ, որ Մոսկովյան պայմանագրի վերաբերյալ հարցադրումները հեշտությամբ կարելի է տեղափոխել դեպի Կարս եւ քննարկել Կարսի պայմանագիրը, մտքում միշտ ունենալով այն, որ դա եղել է Մոսկովյան պայմանագրի շարունակությունը, բայց արդեն ինչ որ իմաստով Մոսկովյան պայմանագրին օրինական տեսք տալու արդեն ենթատեքստում տարբեր կարծիքներ կան այն մասին, թե ինչպես պետք է այսօր գնահատվի Կարսի պայմանագիրը։ Ոմանք ասում են, որ մենք պետք է դիմենք Ռուսաստանին եւ Թուրքիային եւ պահանջենք, որ անվավեր ճանաչվի դա, որովհետեւ անվավեր ճանաչելու հիմքեր կան։ Ասում են, որ այդ ժամանակ ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը, ոչ նույնիսկ Հայաստանը միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտներ չեն եղել։ Ես կարծում եմ, որ դա թույլ փաստարկ է, որովհետև եթե Ռուսաստանը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ եւ Թուրքիան չի եղել
իսկապես առավել ևս այդ դեպքում մենք չենք եղել, Հայաստանը չի եղել, բայց ես կարծում եմ այդ հարցադրումը սխալ է, հարցադրումը սխալ է, որովհետև հազիվ թե մեզ ձեռնտու է այս պահին խորհրդային Հայաստանի պետականությունից հրաժարվելը։ Հանրապես երբ որևէ ազգ պետականություն է ձեռք բերում, հետո ասել, որ չի ունեցել, դա քաղաքական միամտության ինձ թվում է հիմքի վրա է տեղ ունենում։ Կարսի պայմանագրից, այդ ուրեմն նաև Մոսկովյան պայմանագրի վերանայման խնդիրը կարելի է լուծել բոլորին այլ կերպ, որին ես անդրադարձել եմ իմ հատուկ մի փոքրիկ գրքույկում, որը նվիրված է Կարսի պայմանագրի հին նոր ընթերցումներին, բանն այն է, որ թույլ է տալիս այդ պայմանագիրը վերանայել այդ բոլորը եւ այդ բոլոր ասելով եւ հասկանում հատկապես Նախճեվանի խնդիրը, որտեղ այդ պայմանագրով Նախճեվանն էր անցնում խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը։ Հետագա իրադարձությունները ԽՍՀՄ լուծարման համատեքստում տեղ ունեցած իրադարձությունները թույլ են տալիս Կարսի պայմանագիրը շրջել մեր օգտին։ Եվ ահա թե որն է դրա իմաստը։ Հիմքն այն է, որ 1991-ին խորհրդային Ադրբեջանը պատմական ասպարեզից հեռացել է առանց իրավահաջորդի, իսկ Բաքուն 91 թվականին հռչակել է Ադրբեջանական Հանրապետությունը, որը հրաժարվել է լինել խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը։ Այն խորհրդային տիպի պետականության իրավահաջորդը, որի ընդամենը հովանավորությանը հանձնվել է Նախճեվանը։ Ընդ որում հանձնվել է, երբ արդեն ճանաչված է եղել խորհրդային Հայաստանի մաս։ Հիմա այն պետությունը, որի հովանավորությանը հանձնվել է Նախճեվանը, գոյություն չունի։ Մերօրյա Ադրբեջանական Հանրապետությունը հրաժարվում է լինել նրա իրավահաջորդը։ Եվ ի տարբերություն Ադրբեջանական Հանրապետության, մերօրյա Հայաստանի Հանրապետությունը չի հրաժարվել խորհրդային Հայաստանի իրավահաջորդությունից։ Կարսի պայմանագրի տակ դրվել են հետևյալ պետությունների ստորագրությունները. Թուրքիա, այսօրվա Թուրքիան, ըստ էության ոչ թե սուլթանականը, Ռուսաստանը, մերօրյա Ռուսաստանը խորհրդային Ռուսաստանի իրավահաջորդն է եւ խորհրդային միության իրավահաջորդն է, Հայաստանը, որը խորհրդային Հայաստանի իրավահաջորդն է, Ադրբեջանը, որը այլևս չկա։ Գոյություն չունի այդ պետությունը։ Եվ նա պատմական ասպարեզը թողել է առանց հետնորդի։ Նախճեվանյան խնդիրը այս համատեքստում ստանում է պարզ իրավաբանական լուծում։ Եվ դա այն է, որ այսօր Նախճեվանը իրավաբանորեն չի պատկանում մերօրյա Ադրբեջանական Հանրապետությանը։ Նա Ադրբեջանական Հանրապետության կողմից զավթված տարածք է։ Այդ հարցադրումը բխում է Կարսի պայմանագրից։ Եվ ես կարծում եմ Կարսի պայմանագրի դեմ չպետք է կռվել այդ ձևով։ Երբ մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը եւ Թուրքիան ընդունեն, որ իրեն մեղք են գործել, բնականաբար նրանք պաշտպանվում են։ Բայց մենք կարող ենք ասել, որ մեր ստորագրությունն էլ այդ պայմանագրի տակ կա, եւ այդ փաստաթղթից բխում է, որ Նախճեվանը այսօր չի պատկանում մերօրյա Ադրբեջանական Հանրապետությանը։ Մենք չենք ասում, թե հետ վերցրեք այդ պայմանագիրը, մենք ոչինչ չենք ասում ենք ըստ գործող պայմանագրի Նախճեվանը հայկական տարածք է։ Իհարկե դա այդպես է, սակայն ես կարծում եմ, որ մեր պետականությունը մի քիչ ավելի գուցե նույնիսկ որոշ դեպքերում չարդարացված զգուշավորություն է ցուցաբերում, մտածելով, որ Ղարաբաղյան հիմնախնդիր ունի,
թող հորով մորով անեն Ղարաբաղյան խնդիրը ու հետո անդրադառնան Նախիջևանին, բայց ես պետք է ասեմ, որ Նախիջևանյան խնդրի իրավական հարցադրումները, հայանպաստ հարցադրումները շատ ավելի հստակ ու պարզ են, կամ մնացած բոլոր խորհրդային տարածքում, հետխորհրդային տարածքում եղած, որովհետև Նախիջևանը խորհրդային տարիներին ևս Ադրբեջանին չի պատկանել, խորհրդային Ադրբեջանին չի պատկանել այդ բառի խորհրդային իրավունքի, պետական իրավունքի ուղղակի իմաստով, որովհետև նա հանձնված է եղել խորհրդային Ադրբեջանի հովանավորությանը միջազգային բազմակողմ պայմանագրով, եւ այսօր այդ պայմանագիրը գործում է, գործող պայմանագրով Նախիջևանը չի պատկանում ադրբեջանական մերօրյա հանրապետությանը։ Սա է այն եզրակացությունը, որը մենք կարող ենք գոնե գիտնականները կարող են եւ պետք է պարտավոր են անընդհատ հնչեցնել ստեղծելու համար խնդրի այն կերպարը, որից հետո կարող են պրակտիկ հարցադրումներ ծնվել։ Բայց սկզբից այնուամենայնիվ մենք պետք է տեղեկատվական ճակատում գործենք։ Սա է իմ տեսակետը։